3+3-ի մասին խոսակցությունները թվում էր, թե պետք է որ արդեն ավարտված լինեին, բայց ցավոք սրտի շարունակվում են։ Փաստորեն գործը հասել է նրան, որ պարզվում է այդ 3+3-ը նորովի պետք է կայանա եւ հարցը միայն մեկն է՝ Երևանում թե Բաքվում։ Ավելի ճիշտ սկզբից Բաքվում, հետո Երևանում, թե հակառակը սկզբից Երևանում, հետո Բաքվում։ Մինչդեռ հարց է առաջանում։ Եթե մենք այս կոմունիկացիաների հարցերով եւ ընդհանրապես մեր տարածաշրջանի հետ կապված խոսելիք ունենք Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, Իրանի հետ, ինչ կապ ունի այստեղ Ռուսաստանը։ Փաստորեն այդ գաղափարով Բաքու եկած Արաղչին փորձում է Ռուսաստանին նորից կապել մեր գլխին եւ արի ու տես կապվում է, թե սխալվում ենք, թե ուղղակի այսպես իրար վրա մատնացույց անելով վերջում էլ չգալով համաձայնության այդ ֆորմատը, ինչպես ասում են, կջրվի, կապրենք, կտեսնենք, բայց հաստատապես որևէ օդանցք, որով Ռուսաստանը կգա եւ քիթը նորովի կմտցնի մեր տարածաշրջանում, պետք է բաց չթողնել։ Սա պետք է լինի Հայաստանի դիվանագիտության կարևոր խնդիրներից մեկը։